Բարերեկո իմ սիրելի փոքրիկներ, սիրելի բալիկներ, գիտեք չէ, որ բոլոր թռչունները գիտեն երգել։ Դե իհարկե նրանց երգերը մեր երգերի նման չեն, չէ որ նրանք թռչուններ են, բայց ամեն դեպքում ամեն թռչուն ունի իր երգը։ Իսկ գիտեք, որ շատ վաղուց այդպես չի եղել։ Բոլոր թռչունները երգում էին միանման։ Օրինակ խեղճ աղավնին, երբ լսում էր քաղցր իր ընկերուհու ձայնը, կարծում էր, թե իրոք դա իր ընկերուհին է։ Գնում էր ու ընկնում բազեի ճանկերը։ Դրա համար էր բոլոր թռչունները քիչ-քիչ հասկացան, որ այսպես շարունակվել չի կարող, եւ անպայման պետք է կազմակերպեն ժողով եւ մի արկղիկից հանեն իրենց համար երգեր։ Ով որ երգը կհաներ, ամբողջ տոհմը պետք է երգեր հենց այդ երգը։ Նշանակում են օր, նշանակում են ժամ, բոլորը հավաքվում են ու վերցնում ամեն մեկը իրենց երգը։ Միայն բույրն էին, որ ուշանում էին, եւ երբ նրանք գալիս են, հասնում են այդ ժողովի տեղը ու տեսնում են, որ արկղիկում ոչ մի երգ չի մնացել, քանի որ ուշացել էին, նրանք վճռում են, մենք պետք է գնանք ու թեկուզ մարդկանցից գողանանք ինչ-որ մի հնչյուն, որ հենց այդ երգն էլ երգի մեր ողջ տոհմը։ Գալիս են գյուղի մի ծառի մոտ նստում են։ Այդ տանը ապրում էր մի մարդ, որը շատ էր սիրում խմել։ Դուրս է գալիս այս մարդը խմած վիճակում եւ ասում է. «Ուֆ, ուֆ, ուֆ»։ Բույրից մեկն ասում է. «Սա իմ երգը կլինի»։ Ու հանկարծ կողքի գոմից լսվում է դռան ճռոցը, ճռ։ Մյուս բուն էլ ասում է. «Սա էլ իմ երգը կլինի»։ Ու այդ օրվանից բոլոր բույրերը երգում են հենց այս երգը։ Մեկը ասում է. «Ուֆ, ուֆ, ուֆ», մյուսն էլ ասում է. «Ճռ»։ Ահա սա էլ համարվում է բույրի երգը։ Սիրելի բարիկներ, ահա եւ իմացաք, թե որտեղից բույրին այսքան յուրահատուկ երգը։ Ահա ես տեսնում եմ, թե ինչպես են ղողանջում բոլոր զանգակները եւ բոլոր փոքրիկներին կանչում են քնելու։ Իսկ դա նշանակում է, որ դուք պետք է շուտ հանեք ձեր շորերը, մտնեք ձեր մայրիկների տաքուկ պատրաստած անկողինները ու փակեք ձեր աչուկները ու կտեսնեք, որ այս գիշեր ձեզ կայցելեն ամենաքաղցր երազները։ Անուշքուն ձեզ եւ բարի գիշեր։